Որոնք են դիմային նյարդի բորբոքման հիմնական պատճառները։ Երբեմն պացիենտի մոտ կարող է առաջանալ դեմքի մի կեսի մկանների թուլություն, եւ շատերը դրանից կարող են վախենալ։ Բայց ո՞րն է դրա պատճառը։ Դրա պատճառը իհարկե կարող է լինել շատ ավելի ծանր խնդիրներ, բայց շատ ավելի հաճախ լինում է դիմային նյարդի բորբոքումը։ Դիմային նյարդը դեմքի միմիկայի մկանները նյարդավորող շարժիչ նյարդն է։ Դիմային նյարդը կարող է բորբոքել եւ իր ֆունկցիան կորցնել մի շարք դեպքերում։ Ջերմային ազդեցությունից, այսինքն սառեցնելուց եւ ցածր ջերմաստիճանի ազդեցությունից կարող է առաջանալ այտուց, որի արդյունքում նյարդի ֆունկցիան ժամանակավորապես նվազել, ինչի արդյունքում դեմքի մի կեսի միմիկայի մկանները սկսում են թուլանալ։ Խնդիրը նույն բորբոքումը կարող է առաջանալ ինֆեկցիոն եւ վիրուսային խնդիրների դեպքում։ Օրինակ, հերպեսի վիրուսը կարող է սպეციფიկորեն ախտահարել հենց դիմային նյարդը կամ զգացող նյարդերը։ Կարող է այս խնդիրը առաջանալ վնասվածքի, բժշկական միջամտությունների, նյարդի կոնկրետ վնասման արդյունքում։ Բոլոր այս դեպքերում առաջանում է հստակ ասիմետրիա, այսինքն անհամաչափություն, հատկապես միմիկայի մկանները օգտագործելուց, ժպտալուց, ծիծաղելուց կամ նույնիսկ հանգիստ վիճակում դեմքի մի կեսը ավելի կախված եւ ավելի թույլ է, քան մյուս կեսը։ Եթե նկատում եք դեմքի անհամաչափություն, թուլություն կամ միմիկայի մկանների որևէ այլ անհամաչափություններ, ապա դիմեք մասնագետի։